Բարի Լույս։ Լույս բարի, մենք արդեն այստեղ ենք և արդեն կարծես թե արևը եկել է և ասում է, որ էլ չի գնալու։ Ամենայն դեպս այսօր հաստատ ուրիշ տեղ չի գնալու, մեր հետ է լինելու մինչև ուշ երեկո։ Այսօր ապրիլի 17-ն է, օրը հինգշաբթի և այսօր ավագ հինգշաբթին է, որը խորհրդանշում է արարչության 5-րդ օրը, երբ Աստված ստեղծեց ձկներին ու թռչուններին։ Փաստորեն զուր չէ, որ դու չես հիշի հաստատ, բայց ժամանակին Սովետական միության օրոք հինգշաբթին համարվում էր ձկան օր։ Բոլոր վայրերում ձուկ էին տալիս մարդկանց ուտելու, փաստորեն սա Սուրբ գրքի հետ կապ ուներ։ Իդեպ ավագ հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագի հիշատակ խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման։ Սուրբ Պատարագի ժամանակ, ինչպես խորհրդավոր ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ մարմնին և արյան։ Հաղորդությունը Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի։ Հաղորդվել նշանակում է միանալ, միավորվել Աստծու հետ։ Հաղորդություն ստանալու համար պետք է անպայման մկրտված լինել, զղջալ և ապաշխարել գործած մեղքերի համար։ Եվ չմոռանալ, որ շուտով ամենագեղեցիկ և կարևոր տոներից մեկն է գալիս Սուրբ Զատիկը։ Սուրբ Զատիկը դեռ չի եկել, իսկ հերթական մեդալները արդեն եկել են, շնորհավորում են Գոր Սահակյանին, որը որ Մոլդովայում դարձավ արծաթե մեդալակիր Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում։ Գոր Սահակյանը միակը չի մեր թիմում, որ արդեն մեդալներ ունի, Գառնիկ Չոլակյանը բրոնզե մեդալակիրն է և մեր Ալեքսանդրա Գրիգորյանը արծաթե։ Ոսկե մեդալ դեռ չունենք, հուսով ենք կունենանք, չէ որ դեռ շատ ու շատ մարզիկներ պետք է հայոց եռագույնի տակ դուրս գան և ուրախացնեն թե մեզ, թե ինքները իրենց։ Եվ Չեմպիոնների լիգան իհարկե երեկ պարզեց թե ով է խաղալու կիսաեզրափակիչում, Հենրիկ Մխիթարյանը և իր Ինտերը հանդիպելու է կիսաեզրափակիչում ոչ շատ ոչ քիչ Բարսելոնայում, պատկերացնում ես, Հենոն խաղա Բարսելոնայում։ Արսենալը խաղա Պարիս Սեն-Ժերմենի հետ և կարծես թե գարնան վերջին ամիսը մայիսյան թեժ է լինելու, քանի որ Չեմպիոնների լիգան, մեծ ֆուտբոլը և օրինակ ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը մեզ սպասում են մայիս ամսում։ Մենք մեր մարզիկներին մաղթում ենք հաղթանակ ու շարունակում ենք մեր եթերը, ասելով, որ ձեզ առաջիկա 2 ժամերին խոստանում ենք հետաքրքիր եթեր, հետաքրքիր տեսանյութեր, ինչպես նաև հետաքրքիր զրույցներ մեր հյուրերի հետ։ Երաժշտություն, ճանապարհորդություններ, ծանոթություններ ինչ-որ գիտական բացումների հետ, միգուցե, չգիտեմ, ինչպես է դա ճիշտ արտահայտվել և վերջը եկեք չմոռանանք, որ այսօր մարդիկ են ծնվել, օրինակ Վիկտորիա Բեքհեմը և միգուցե հենց դուք։ Շնորհավորում ենք ձեզ ավելի շատ, քանի որ դուք մեզ ավելի մոտիկ եք և հոգեհարազատ եք, քան գեղեցկուհի Վիկտորիա Բեքհեմը, որը որ չգիտես ինչ-ինչ պատճառներով որոշեց ամուսնանալ Բեքհեմի հետ, ոչ թե ինչ-որ օրինակ Հակոբյանի հետ։ Կարող էր լինել Վիկտորիա Հակոբյան, բայց ընտրեց իր սիրելի Դեվիդին։ Դուք էլ ընտրեք ձեր սիրելիներին, իսկ մենք ձեր համար ընտրել ենք արդեն երաժշտություն, տեսահոլովակ գեղեցիկ, որը որ այս պահին կվայելենք իրար հետ։ Սուրեն Արուստամյան այսպիսի գեղեցիկ կատարում տիրոջ մասին, բլյուզ գոսպել էր սա ըստ երևույթի, իսկ մեզ Հովհաննեսն է գրում Սարգսյան, մեր մշտական հեռուստադիտողը, հիշեցնում է, որ այսօր իր ծննդյան օրն է նշում Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի մրցանակակիր, ծնունդով Աբովյանից շատ հիանալի անձնավորություն, բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը։ Նարեկին շնորհավորում ենք, իմիջիալից Նարեկ այսօր Միկա մարզական համալիրում մասնակցում է քաղաքապետի գավաթի միջազգային մրցաշարին և մաղթում ենք Նարեկին և մնացած մեր բոլոր բռնցքամարտիկներին իհարկե հաղթանակներ միջազգային մրցաշարում։ Իսկ հիմա անցնենք մեր միջազգային գործընկերոջը։ Հիշեցնենք, որ մեր հովանավորն է Ստարկ ապրանքանիշը, որը ներկայացնում է Ստարկ լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Ստարկ լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման
համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ, թերթիկների օգտագործման ուղեցույցը կտեսնեք տուփի վրա։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ կարող եք ձեռք բերել Stark-ի ապարագաները մեր սիրելի Օզոն եւ Wildberries Marketplace-երից, էլի այդ բառը չկարողացա ասել, Marketplace-երից։ Վերջը պետք է սկսեմ օգտագործել կամ օգտվել Marketplace-երից, որ կարողանամ ասել։ Մենք անցնենք առաջ եւ նորից խոսենք եղանակի մասին, ավելի դրական թեմայից խոսենք։ Լավ լուր ունեմ ձեզ, այսօր արև է եւ եթե դուք արդեն Stark-ի օգնությամբ լվացք եք արել, կարող եք շատ հանգիստ դրսում փռել։ Բայց եթե չեք բնակվում իմ փոքրիկ հայրենիքում, Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինելու, սիրելի շենգավիցիներ, այո, ինչ ասեմ, եկեք մեր ձեր տունը ջուր կա։ Ես հիմա Շենգավիթ համայնքում չեմ բնակվում, չէ, հիմա ձեր տունը կա ջուր։ Հա, ուրեմն կարող եք գալ մեր տուն, Հասմիկենց տուն, Մկոյինց տուն, մեր օպերատոր։ Ոչ չեմ, ով որ Շենգավիթում չի ապրում, գնացեք այնտեղ 24 ժամ ջուր չի լինելու։ Բայց հիշեցնենք, որ այս շաբաթ օդի ջերմաստիճանը բարձրանալու է 10-ից 13 աստիճանով եւ Երևանում, ինչպես արդեն ասել ենք, սպասվելու է առանց ստեղումների եղանակ, ցերեկը 17-ից 19 աստիճան տաք կլինի։ Իսկ թե որտեղ ինչ եղանակային պայմաններ են սպասվում, առաջարկում եմ միասին դիտենք եղանակի տեսությունն ու իմանանք։ Գնացինք մանրամասնելու եղանակը։ Եղանակային պայմանները պարզեցինք, իսկ հիմա պարզենք, թե ինչ է սպասում մեր սիրելի երկրագնդին, որի բնակիչներն ենք մենք նաև, եւ մեզ փաստորեն սպասում է վառ բևեռափայլեր։ Աստղագետները զգուշացնում են հազվագյուտ արևային պայթյունի մասին։ Այս փոթորիկները նման են տիեզերական հրավառության, դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլև կարող են ցնցել մագնիսոլորտը, բացատրում են փորձագետները։ Սովորաբար բևեռափայլերը բարձր լայնությունների արտոնություններ են, այլևս կա Կանադա, Սկանդինավիա կամ Ռուսաստանի հյուսիս, բայց այս անգամ դրանք տեսանելի կլինեն Նյու Յորքում, Բերլինում, Պեկինում եւ կարծում եմ մի քանի այլ քաղաքներում եւս։ Մի րոպե, իսկ Երևանում? Երևանում ցավոք սրտի տեսանելի չի լինի։ Փաստորեն նորից բևեռափայլ ուսումնասիրելու եւ դիտելու համար պետք է գնանք հասնենք Նյու Յորք, Բերլին կամ էլ Պեկին։ Ուսուր իսկում էլ կլինի հաստատ, բայց Երևան դեռ չի հասի ցավոք սրտի, որտեվ իսկապես շատ գեղեցիկ տեսարան է եւ ինձ թվում է, որ մարդը, որ գոնե միակ անգամ տեսել է, երբեք դա չի մոռանա։ Իսկ եթե դուք դեռ չեք տեսել, ապա կյանքը առջևում է, կարող եք հետագայում նպատակ դնել եւ գնալ տեսնելու։ Իսկ հիմա մենք անցնենք առաջ ու ներկայացնենք մեր հովանավորին։ Եվրոֆուրնիչո կահույքի արտադրամասն է մեր հովանավորը։ Ցանկացած
նշած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում, լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրերի անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Եվրոֆուրնիչր կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27։ Հեռախոսահամար 094 094 165 զանգահարեք, պատվիրեք ձեր երազանքի կահույքը եւ եղեք երջանիկ։ Կահավորեք ձեր բնակարանները եւ ոչ միայն բնակարանները Եվրոֆուրչիների հետ։ Իսկ մենք անցնենք առաջ ու գնանք գովազդ դիտելու, մնացեք մեզ հետ, որովհետեւ հետո հետաքրքիր հյուր ենք ունենալու։ Գովազդ Շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից ու ասենք, որ նախորդ շաբաթ դատախազությունն իր հաշվետվությամբ հաստատեց, որ մեր երկրում 150-ից 160%-ով ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Այս վիճակագրությանը չէինք կարող չանդրադառնալ, ուստի մեր տաղավարում է հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Մարիամ Մեհրաբյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Սա ինչ թվեր են առհասարակ եւ ինչի մասին են խոսում։ Մարդիկ պարզապես խիզախություն են ունում եւ դրա մասին հայտարարում են, թե պարզապես մենք դարձել ենք ել ավելի դաժան։ Իրականում մենք դարձել ենք ավելի դաժան, կարելի է մի փոքր ավելի ուշ վերլուծել, իսկ թվերը, որոնք որ բարձրաձայնվել է համապատասխան իրավապահ մարմնի կողմից, խոսում է այն մասին, որ ես օրինակ, իմ փորձից կասեմ, որ բազմաթիվ նամակներ, որտեղ որ անելանելի վիճակում, օգնության ճիչ է հնչում, ասելով, որ ես ամեն օր ծեծի եմ ենթարկվում, իմ երեխաները ամեն օր բռնության են ենթարկվում, իմ առաջի պատասխանը լինում է դիմեք ոստիկանություն։ Համապատասխան իրավապահ մարմինների, որովհետև ով է գրում ներողություն։ Ձեր պացիենտներն են անծանոթ մարդիկ։ Չէ, դեռ ոչ իմ պացիենտները, քաղաքացին, ով գիտի, որ ինչ որ մեկին պետք է գրի, ավելի հասանելի այս պահին երևի թե դիմել հոգեբանին, բայց քանի որ մենք մշակույթի մեջ պետք է ավելացնենք պաշտպանվածությունը եւ համապատասխան օղակներին ճիշտ դիմելաձևը, ապա կարծում եմ, որ այստեղ պարզապես թաքնված բռնության թվերն են ջրի երես դուրս եկել եւ ոչ թե բռնությունը սկսել է արդարացվել, որովհետեւ ինչու կարող է օրինակ կինը, երիտասարդ կինը կամ երեխան, անչափահասը, դեռահասը, քիչ չեն դեպքերը, որ կարող են ինձ օրինակ ավագ դպրոցի երեխաները գրել ուսուցչի անգամ դիմելաձևի կոպտությունից կամ օրինակ աշակերտներից լինեն, ովքեր որ ստանում են ուսուցչից, այո, նմանատիպ հարվածներ, շատ հաճախ ծնողները կարող են արդարացնել, որ դե դա անելանելի վիճակ է, ուսուցիչ ունի 30 աշակերտ, ինչպես կարող է ավելի տոլերանտ լինել, կամ կանայք, ովքեր որ իրենց մայրիկներին կարող են դիմել ավելի վաղ տարիքում, մայրիկը կարող ասել, իսկ քո հայրիկը գիտես, թե շատ ավելի լավն է եղել, քան հիմա որ քո ամուսինը, ահա այս եւ նման դեպքերը պահանջում են մոտեցման փոփոխություն։ Փոփոխությունը պետք է լինի ինքնապաշտպանությունից, որովհետեւ ես չեմ ուզում բացարձականացնել, որ բռնության ենթարկվում են միայն կանայք։ Բռնության ենթարկվում են նաև տղամարդիկ, բայց վստահ եմ, որ այդ տոկոսների մեջ տղամարդկանց թիվը չկա։ Շատ ավելի քիչ է, կամ չկա, գոնե թե ինձ հայտնի չեն դեպքեր, որ տղամարդը բռնության ենթարկվելուց հետո դիմում է դիմել է ոստիկանություն, այո, որովհետև նույնիսկ մեր աշխատանքի ժամանակ շատ ավելի ուշ կարող է զրույցի ժամանակ ջրի երես դուրս գալ, որ օրինակ ինձ այսինչ գործիքով հարվածեց կամ առաջինը ու ես ասեմ, որ թաքնված թվերի հետևում կանգնած են լինում հոգեկան առողջության խնդիրները։ Մենք կարող է շատ ավելի այսպես սուր նայենք խնդրին, որ բռնություն, բայց բռնության ետևում կանգնած են չլուծված հոգեբանական խնդիրներ։ Բռնության ետևում կանգնած է բռնություն։ Փաստորեն այս թվերը 150-ից 160%, դա տարեկան կտրվածքով է եւ խնդիրը հենց նրանում է, որ մարդիկ սկսել են ել ավելի ակտիվ արտահայտվել եւ պահանջել իրենց իրավունքները։ Այո, սա տարիների աշխատանքի արդյունք է, կարծում եմ։ Եկեք սկզբից հասկանանք ինչ է ընտանեկան բռնությունը եւ ֆիզիկական, եւ հոգեբանական, եւ սոցիալական ասպեկտներով։ Բռնությունը
իբրև եզրույթ դիմացինի իրավունքի եւ անվտանգության ոտնահարումն է։ Ֆիզիկական բռնությունը դա ուղիղ ագրեսիայի արտահայտումն է, երբ մարմնի ամբողջականությունը խաթարվում է ծեծի եւ վնաս հասցնելու միջոցով։ Ես ավելի գիտակեմ հոգեբանական բռնության, եզրույթի վերլուծության եւ տեսակների մեջ թերևս ինձ թույլ կտամ ցիտել իմ ամուսնու հոդվածից, ով հոգեբանական բռնության տարատեսակ ձևերը հրապարակեց միջազգային հարթակում, առանձնացնելով 14 հոգեբանական բռնության ձև, առաջի տեղում դնելով ծնողի կողմից երեխային անտարբերության մատնելու ձևը։ Սա նույնպես բռնություն է հոգեբանության ասպեկտում, որը որ ել ավելի տարածված է եւ ավելի ցայտուն արտահայտվում է, երբ ծնողը ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, խնամքը չտանելով, որովհետև առաջին հերթին երեխայի իրավունքը ծնողի կողմից ստանալ խնամք եւ հոգատարություն։ Բռնության թերևս ամենաշատ ծեծված եւ մեզ հայտնի ձևերից է երեխայի իրավունքի ոտնահարումը, որտեղ որ ծնողը կարող է երեխային ենթարկել հուզական շանտաժի։ Հուզական շանտաժը ինքը այն սպառնալիքն է, որ երեխայի հոգետրավմայի մեջ մխրճվում է իբրև որ ինքը կարող է իր արարքով այնպիսի բան իրեն թույլ տալ, որ կկորցնի ծնողին։ Ես կգնամ անտառ կկորչեմ, ես կգնամ չեմ գա, եթե դու գնաս հայրիկի կամ մայրիկի մոտ այստեղ տարբերությունը շատ քիչ է, ապա այլևս ինձ չես տեսնի։ Այս եւ նման ձևերը մենք հատկապես ամուսնալուծությունների ֆոնի վրա ենք նկատել, ընտանեկան կոնֆլիկտներ, որոնք որ ավարտվում են ընտանիքը քայքայելով, այսինքն ամուսնալուծությամբ։ Եվ եթե պետք է տեղի ունենա Ես ներողություն եմ խնդրում մի անգամից։ Սովորաբար այդպիսի բան ասում են երեխաներին դե մինչև 3, 4, 5 տարեկան։ Ավելի մեծ տարիքում էլ ունենք վիճակագրություն։ 15 տարեկան երեխային պետք է մայրիկը ասի, ես գնամ անտառ չեմ վերադառնա։ Անտառը եթե հանենք, եթե դու գնաս հայրիկի մոտ, իմ դիաբետը կսրվի եւ ես կընկնեմ կոմայի մեջ։ Այսինքն դա ամուսնալուծված ընտանիքների մասին է։ Այդ ֆոնի վրա, այո։ Հասկացա, այսինքն երբ որ ընտանիքը կիսվում է, դու պետք է մնաս իմ մոտ կամ գնաս։ Այո, որովհետեւ այդ 15 տարեկան արդեն դատարանում իր իրավունքը արտահայտելու եւ կամ արտահայտման ուզում ասեմ մինչև 3 կամ 3-ից 5 տարեկան երեխան ինչպես պետք է հասկանա, որ դա բռնություն է կամ ով պետք է հասկանա։ Հավատացեք աչքերիս տեսածին եւ իմ զգայարաններով լսածին, որովհետեւ չեմ ցիտում որևէ գրականություն։ Այլ այստեղ ներկայացնում եմ այն փորձը, որը որ հենված է 322 ամուսնալուծությունների վրա, որտեղ որ կարծես քաղցկեղի վերջին ստադիան լիներ, որ ոչ մի բան փրկել հնարավոր չէ, անգամ երկու ամուսիններին իբրև ծնողներ ամուսիններ չկան, իբրև ծնողներ, բերել այն դաշտ, որ երեխային են վնասում։ Եվ մինչև 10 տարեկանը, երբ արդեն պետք է դատարանում երեխան հայտնի իր կարծիքը եւ ցանկությունը, որ ծնողի մոտ մնա, այդ տարիքում շատ ավելի վատ է իրավիճակը, որովհետեւ ծնողները երկուսն էլ շատ ավելի լավ, քան հուզական շանտաժն է, նրանք ուրիշ որևէ մեթոդի չեն էլ ուզում ականջալուր լինել։ Սա բռնության երեխա ծնող հարաբերությունների մեջ է։ Երբ որ դանակը հասնող ոսկորին, բայց երբ որ մենք, այսինքն նենց չի որ 5 տարեկան երեխան պետք է ինչ-որ տեղ զանգի, ասի մաման ինձ սենց բան ասել։ Դե չունենք այդ պրակտիկան, բայց կարծում եմ, որ եթե մենք հիմա ունենք այս տոկոսայնությունը, արդեն իրավապահ մարմինների կողմից բարձրաձայնված, գալու է մեկ օր, որ եթե երեխաների հանդեպ բռնությունը եւ նմանատիպ վերաբերմունքը իր համապատասխան ձևակերպումը չստանա, այսինքն հոգաբարձության եւ խնամակալության մարմինը չզբաղվի երեխաների իրավունքների պաշտպանությամբ, որտեղ այս պահին նրանցն է իրավունքը, ապա երեխաները կստանան իրավունք զանգելու ոստիկանություն։ Ես գիտեմ հիմա ինչքան սա դուր չի գա շատ մարդկանց, հատկապես ծնողների, որովհետև շատերի մոտ իրավունքի ոտնահարումը դեռ դաստիարակության միջոց է։ Ծեծը արդարացվում է, խփելը արդարացվում է։ Ես կարող եմ մեկ ուրիշ դաշտից օրինակ բերել, որպեսզի ցույց տամ, որ այս տոկոսները այդքան էլ ուրեմն իրականությունից հեռու չեն։ Օրինակ, ուսուցիչը ոտնահարել է երեխայի իրավունքը, հարվածել է։ Ծնողի առաջնային ռեակցիան։ Դա էլ է ընտանեկան բռնություն։ Չէ, սա ընտանեկան չէ, սա ուղղակի երեխա իրավունքի ոտնահարում, բայց որտեղ է մտնում ընտանիք, որ ծնողը սկսում է արդարացնել ուսուցչին, եւ այստեղ երկու մեծահասակ միջակատում երեխային դարձնում են, քիչ է ասել նևրոտիկ, քիչ է ասել խաթարում են երեխայի առողջ լինելու իրավունքը։ Եկեք նաև ես ծնողների եւ ուսուցիչների կողմից լինեմ։ Չէ՞ որ կան աշակերտներ եւ երեխաներ, որոնք որ իրանց իսկապես
ահավոր են պահում։ Ես հասկանում եմ, որ դա ոչ մեկին իրավունք չի տալի հարվածելու կամ չգիտեմ ինչ անելու, բայց եթե դպրոցական երեխան գալիս է դասի եւ անդադ իր հեռախոսի մեջ մտածե եւ ուսուցիչը իրավունք չունի այդ հեռախոսը վերցնելու, որտեղ դա անձնական իր է եւ այլն, չի լսում, դասը խանգարում է։ Բայց այդ խնդիրը արդեն լուծում ունի շատ դպրոցներում։ Ինչպես։ Երեխաները մուտքի մոտ հանձնում են հեռախոսները։ Այսինքն համակարգը պետք է աշխատի։ Այսինքն այո, խնդիրը համակարգում է, բայց ոչ բոլոր դպրոցներում է դա աշխատում։ Դե միգուցե հենց այս եթերը կարող է լավ օրինակ լինել, որ եթե հեռախոսը բերելու է բռնության, ուրեմն եկեք հեռախոսը վերցնենք։ Հանենք։ Այո։ Եվ ի վերջո բռնությունը լուծում չէ հարցին, այլ հակառակը։ Լինում է սխալ արարքին սխալ պատասխան, որը միայն ամրապնդելու է երեխայի, եթե այդպես կարելի ասել, անտանելի վարքը։ Բայց երեխան հենց դրա համար է երեխա, ով կարող է սխալվել, ով կարող է վարքի մեջ ունենալ իսկապես անտանելի տարրեր, բերել ընտանիքից դպրոց, դպրոցի միջավայրից տանել ընտանիք, բայց ես կարծում եմ մեծահասակի առաքելությունը հենց այն է, որ միշտ օրինակը դնի սեղանին, որ ես հիմա կարող եի օրինակ շատ ավելի վատ արձագանքել, բայց հիմա իմ հանդուրժողականությամբ քեզ օրինակ եմ ծառայում, որ քո արարքը շատ դեռահասներ հետո ասում են, ես եթե հիշում եմ ինչպես եմ ինձ պահել, ես ամաչում եմ իմ արարքից։ Այսինքն մեզ այդտեղ պետք է համբերատար հասնել գիտակցության աստիճանին։ Հիմա բոլորը կասեն հոգեբանին խոսելը հեշտ է, բայց ամեն դեպքում մենք պետք է միմիայն հոգեբանական մշակույթով առաջնորդվենք։ Թերևս ես դա կարող եմ անել։ Սա ծնող երեխա հարաբերությունների մասին, բայց եթե խոսենք ամուսնական հարաբերությունների մասին եւ վերադառնանք ամուսնալուծության թեմային, շատ դեպքերում այդ ամուսնալուծությունը կարծես թե փրկության միակ ելքը լինի, իսկ մեծամասամբ դեպքերում էլ շատ հաճախ մարդիկ ապրում են բռնարարի հետ եւ հանդուրժում են նրան։ Ինչու, որտեղ է վախերը։ Շատ հաճախ բռնարարից են գնում բռնարարի մոտ։ Մենք ունենք վաղ ամուսնությունների չասեմ ինստիտուտ, վաղ ամուսնությունների մեջ որ աղջիկները ուզում են ազատվել։ Ազատվել ընտանիքում տիրող իրավիճակից եւ մայրիկի սցենարը վերցրած, նաեւ տղաներն էլ ուզում են բռնարար հայրիկի ֆոնի վրա շուտ մեծ Երևալ, որպեսզի հավասարը հավասարի հետ գնան, եւ այս ֆոնի վրա մենք ունենում ենք բռնարարից, ուղղակի տեղափոխվում ենք բռնարար եւ մեծացնում ենք բռնարար։ Շղթան այստեղ չի դադարում գոյություն ունենալ։ Շղթան կդադարի այն ժամանակ գոյություն ունենալ, երբ մենք չենք բռնարարին։ Ես համոզված եմ, շատ մեր սիրելի քաղաքացիներ, թե կին եւ թե տղամարդ, ես չեմ ուզում տարանջատել, ապրում են բռնարարի հետ։ Տղամարդը ծիրան կնոջ հետ, կինը դեսպոտ ամուսնու հետ եւ նրանք չեն ճանաչում դեմքով, որ իր ամուսին օրինակ քայքայում է իր կյանքը, առողջությունը եւ հակառակը։ Չի հասկանում դա։ Չի ճանաչում, այո, նրա համար դա նորմայի շարք է, որովհետև իր ընկերուհու ամուսինն է մի բան չէ, մայրիկը ասել է, որ քո հայրիկը եւ պապիկը նույն վիճակում են եղել, եւ ի վերջո նա մեծացել է նման ընտանիքում, եւ մեծացել է եւ տեսել է, եւ միայն այն ժամանակ է բռնության շղթան դադարում լինել, երբ միայն կրթությամբ եւ լուսավորությամբ մենք ճանաչում ենք տիրանին, մենք ճանաչում ենք նարցիսին, մենք ճանաչում ենք բռնարարին, հայերեն այսպես ավելի կամփոփեմ։ Բռնարարը այն մարդն է, ով պարբերաբար քեզ ստիպում է, որ դու քեզ զգաս մեղավոր։ Դա կլինի հայացքով, դա կլինի բղավոցով, դա կլինի դուռը շրխկացնելով, դա կլինի քեզ սահմանափակելով որոշակի իրավունքների մեջ։ Ամենատարածվածը, երբ տեսնում ենք, որ դու պետք է չաշխատես, բայց խոստումը, որ ձեր աղջիկը մեր տանը իր կրթությունը կշարունակի եւ կարիերա կունենա եւ ամեն ինչ կանի, ընդամենը 3 օր հետո նույն աշխուժ հարսանիքից դադարում է գոյություն ունենալ։ Հաջորդ կարևոր թերևս լուսավորչական աշխատանքը ինչպես ճանաչել բռնարարին, ես այս պահին ներկայացրեցի տղամարդ բռնարարը ինչպես կարող է տարական ձևով իրեն պահել կնոջ կողմից, երբ օրինակ կինը կարող է ամուսնու ժամանցը տարբեր կերպ ուրեմն սահմանափակել։ Իհարկե, մենք ունենք շատ վատ մշակույթ, աշխատանքից հետո տարբեր կերպ տուն չգնալու, բայց այստեղ շատ կանանց, երբ հիմա այս հարցը բարձրաձայնեմ, շատերը իրենց մեջ էլ դա կգտնեն, երբ ամուսինը տուն է գալիս։ Իր կերպարով բռնարարքին ինչպես է դիմավորում։ Այն իմ ասած հայացքը, ընտանիքում չկա մթնոլորտ, ընտանիքում չկա հոգեբանական
բարեհարմար մի կարգավիճակ, ստացվում է, որ արդեն մարդը ուզում է այդտեղից փախնել։ Փախնում է, բայց կրկին հետ գալուց հանդիպում է մեկ այլ բռնության, օրինակ առավոտ կանուխ։ Вот такой вот замкнутый круг։ Դա։ Եկեք մի բան հասկանանք։ Նախ երբ պետք է մարդը հասկանա, որ իր կողքին ապրում է բռնարար։ Եվ ինչ պետք է նա անի։ Չգիտեմ, զանգի ոստիկանություն։ Ամուսինը իր դեռ չի ծեծե իրեն, օրինակ։ Եվ ոստիկանը ասում է, բայց ֆիզիկապես ոչ մի խնդիր չկա, ձեզ ընդամենը օրինակ ասել է դու չպետք է աշխատես։ Դա արդեն գործ հարուցելու արդեն մեր գործիքն է։ Չի գալի ամուսինը հոգեբանի մոտ։ Այ դա շատ մեծ խնդիր է։ Մենք հիմա կօգնենք բոլորին, ովքեր չեն գնում հոգեբանի մոտ։ Երբ դուք հարցը տվեցիք, ես ինձ բռնեցի նրա վրա, որ ավելի հարմար տեղավորեցի, ոնց որ գնդակը իմ դաշտում է եւ ես պետք է հիմա իմ զենքերը օգտագործեմ։ Տեսեք, Երբ հասկանանք եւ ինչ անենք։ Բոլորս չէ, թեկին թե տղամարդ։ Իհարկե, երբ որ տղամարդը ամուսնությունից 4 օր անց կամ 5 օր անց հասկանում է, որ իր կինը օրինակ իր պետք է արդեն ապտակել է։ Հա, մենտալ անգամ ապտակել է, որտեվ այդ մարդը, չգիտեմ, 10 տարի շարունակ ամեն շաբաթ օրը ժամը 11-ին գնում անկերների հետ ֆուտբոլ խաղալու, հետո գնում են իրար հետ սաունա, իսկ ինքը ասում է, որ չէ, ամուսնացել եք վերջ։ Ունենալ չի կարող, որտեվ ես հիշում եմ, որ որ բռնություն է արդեն։ Հոգեբանական մասով դա բռնություն է, որտեղ որ դուք ձեզ զգացիք մեղավոր, արդեն բռնությունը տեղի է ունեցել։ Ինչ անենք։ Ես չէ, Մարդիկ, կետերով գնանք։ Ինձ չեն բռնանում։ Առաջինը, եթե բռնությունը սկսում է ամրապնդվել, գործը բարդանում է։ Սա նշանակում է, որ առաջինը բռնությանը պետք է արձագանքել, բարձրաձայնելով սեփական տարածքի եւ ժամանակի մասին իրավունքը։ Բռնարարին։ Իհարկե։ Մանիպուլյացիայի տեսության մեջ հակամանիպուլյատիվ հրաշալի տեխնիկա կա։ Մանիպուլյացիան պետք է կտրել, ասելով, որ ես տեսնում եմ, որ դու բռնարար ես։ Եվ ես տեսնում եմ, որ դա սահմանափակելու իմ իրավունքը։ Եթե մարդիկ չեն վախենում դիմացինին կորցնելուց, սա հղի է վտանգով, որ կարող են այլևս քո հետ չլինել, որտեվ նա քեզ ընտրել էր, որտեվ քո հաշվին կարողանում էր ինքնահաստատվել, իր իրավունքը իրացնել եւ կարողանում էր իր մեծությունը եւ առավելությունը կառուցել նման կնոջ կամ նման տղամարդու կողքը։ Դասական օրինակ, որ կինը բարձրաձայնում է, նա ինձ չի թողել աշխատել, ամուսինը հակառակ կողմից արձագանքում է։ Դու ուզեցար աշխատել, ես քեզ թույլ չտվեցի։ Տեսեք, մանիպուլյացիան այսպես շղթայաձև պտտվում է եւ կանգնեցնելու համար կա հետեւյալը. կինը վաղվանից պետք է գնա աշխատելու։ Մենք հիմա ուղղակի աշխատանքն ենք օրինակ վերցրել, բայց բոլոր դեպքերում սա կարող է տեղի ունենալ։ Բարձրաձայնելու ֆոնի վրա մենք միանգամից մերկացնում ենք բռնարարին, որովհետև շատ բռնարարներ կարող են ուղղակի այս դեմքով լինել, շատ բռնարարներ կարող են շատ դրական լինել, դուք կարող եք ուղղակի մարդու հետ շփվել եւ ներսում չիմանալ, որ ընտանիքում նա կեղեքում է եւ անգամ կարող է սեփական աղջիկ երեխայի իրավունքը սահմանափակել։ Իսպանական թրիլերներում տենց արվում սովորաբար։ Համաձայն եմ, բայց կանխարգելման տեսանկյունից ներողություն, եթե չի կանխարգելվում եւ շարունակվում է եւ չի ընդունում մարդիկ մեղավորությունը։ Հիմա պատկերացրենք, ես ու Հասմիկը ընտանիք ենք, ես ուզում եմ գնամ ֆուտբոլի, Հասմիկը ասում է ոչ, ես էլ ասեմ Հասմիկ չեմ, բայց որպես գործընկերներ կարող եք օրինակը բերել։ Չէ, դե որպես գործընկերներ ինչ խնդիր պիտի լինի։ Այն խնդիրը, որ օրինակ դուք թույլ չտաք, որ Հասմիկը օրինակ ես ինչ իրավունք ունեմ, իր խոսելու իրավունքը իրացնի, անընդհատ եք, այստեղ է կա բռնության տար։ Բայց ես ներողություն եմ խնդրում, կամ ինչ Հասմիկը պետք է ասի, չէ, ես եմ խոսում, ինչպես դա պետք է։ Այ ուզում հասկանամ, քանի անգամ պետք է փորձի իր մանիպուլյացիաները կանգնացնի, հետո հասկանա, որ սա խնդիր է, եւ երբ պետք է վերջը զանգենք ոստիկանին կամ զանգենք հոգեբանին եւ ոստիկանը ձեզ կլսի այն ժամանակ, երբ կա կապտուկ։ Հոգեբանը ձեզ կլսի այն ժամանակ, երբ դուք նեղված եք զանգել եւ անօգնական եք եւ ունեք հոգեբանի կարիքը։ Այսինքն ես ինչու բերեցի, որ որպես գործընկերներ դրան մենք պետք է փորձենք իրար հետ մեր հարցերը լուծենք։ Հենց հիմա ես իմ իրավունքը իրացնեմ եւ վերլուծեմ, որտեվ հարցը հնչել է։ Ինչու ես ասեցի, որպես գործընկերներ էլ կարող ենք այդ դեպքը քննարկել, որտեվ շատ մարդիկ
մարդիկ գործընկերային հարաբերություններում էլ սկսում են մտածել, որ իր իրավունքը դիմացինից շատ է եւ սկսում է մանիպուլյացիաների շարքը մինչեւ այնտեղ, որտեղ դա դառնում է արդեն բռնություն, նա չի ուզում գնալ աշխատանքի։ Հիմա կետ առաջինը բարձրաձայնելուց հետո այն էր, որ եթե օրինակ հարցանչում է այնպես, որ կանխարգելումը տեղի չի ունեցել, տեսեք սիրելիներս, եթե առաջին փուլում կարող էր բռնարարը շատ ավելի մեղավոր լինել, երկրորդ փուլում զոհը միացել է բռնարարին։ Այսինքն թույլ է տվել, որ այդ ժամանակը երկարի։ Այսինքն զոհի մեղավորությունը հավասարազոր է բռնարարի բայց ոչ առաջին փուլում, սա պետք է տարբերակել։ Առաջին փուլում չէ։ Երկրորդ փուլում, նույնիսկ երկրորդ փուլն է կարող է շատ ավելի զոհականացման համար արդարացում լինել, բայց երրորդ փուլում արդեն զոհը միացել է բռնարարին։ Սա այն դեպքն է, որ երբ հիվանդությունը եւ բժիշկը միանում են իրար, հաղթում են պացիենտին։ Երբ պացիենտն է միանում բժշկին, հաղթում են հիվանդությանը։ Զոհը երբեք, երբ արդեն իդենտիֆիկացիա է անցել, որ վերջ արդեն ինձ զոհականացնում են, չպետք է ժամանակի մասով 1 րոպե անգամ ավել մնա նրա կողքը։ Բայց մենք ունենք 20 տարվա, 30 տարվա, 40 տարվա դեպքեր, որտեղ որ արդեն դե այսքան տարի անցել է, այսքան դիմացել եմ, դե հիմա երեխաները, դե հիմա սա, դե հիմա նա։ Արդեն զոհը կարող է կանխարգելել, նույնիսկ չի կարող հաղթահարել։ Մարդիկ շատ հաճախ ընտանեկան բռնության թեման շարունակելով ուզում են փրկել ընտանիքը, բայց եթե կարող են ինչ-որ մի փուլում, թեկուզ դեր ասած առաջին փուլում դիմել հոգեբանի եւ լուծել այդ խնդիրները ու անցնել առաջ, հիմնականում հայ մտածողության մեջ տղամարդիկ չեն ուզում դիմել հոգեբանի եւ հաճախ խառնում են հոգեբանի ու հոգեբուժի գործառույթները եւ իրենց վատ են զգում նույնիսկ հոգեբանի դիմելիս։ Հիմա ինչպես կարող է կինը, այսպես ճակերտավոր ասված, համոզել տղամարդուն, որպեսզի միասին դիմեն հոգեբանի եւ լուծեն իրենց ընտանեկան այդ առաջին խնդիրները, որպեսզի հետագայում դրանք չխորանան։ Եթե համոզել, ապա կինը դիմում է մանիպուլյացիայի։ Շատ դեպքերում այսպես է լինում, որ ընտանիքում խնդիրը խորն է, բայց տղամարդը չուզելով արդեն այդ վերջին թելը կորցնել, կնոջը կարող է բերել հոգեբանի մոտ, ասելով, որ իր համարը մեկ է, ես խնդիր չունեմ։ Ինչ է անում հոգեբանը, ցույց է տալի խնդրի ամբողջականությունը եւ հավատացած եղեք տղամարդկանց դիմելությունը վերջին 3 տարիներին շատ ավելի է, ցավոք դրան նպաստել է պատերազմը, բայց դիմելիությունը բավականին բարձրացել է տղամարդկանց կողմից չխուսափելու մասով։ Թե կհաճախեն թերապիա միջև վերջ կանեն, դա հարցի մյուս կողմն է, բայց որ առաջին քայլ ավելի շատ է արվում, հավատացած եղեք, շատերին տագնապային գրոհը այնպես է խեղդում, որ արդեն հոգեբանին դիմելը դառնում է թիվ 1 գործը, նույնիսկ ասում են, եթե պետք է ես հոգեբուժի մոտ էլ կգնամ։ Այս նախադասությունը ավելի հաճախ ենք լսում։ Ինչ վերաբերվում է հարցի մեխին, որը դուք հնչեցրեցիք, հարցի լուծումը հետևյալում է, որ այստեղ շատ հաճախ համոզելու խնդիրը չէ, պետք է ասել ուղիղ։ Գիտեք, բռնարարը մի շատ կարևոր ագրեսիվ դառնալու մեխանիզմ ունի, երբ վախի հոտը առավ, մետաֆորիկ ասած, նա ավելի է կատաղում։ Նա ավելի է սկսում վախեցած մարդուց բարկանալ։ Տեսել եք այդպիսի տեսարան, որ երբ բռնարարը հարձակվում է, երբ մյուս կողմը վախեցած է, նա դրանից քեզ ասում եմ չլացես, քեզ ասում եմ քեզ այդպես չպահես, քանի անգամ ասել դու այդպես ընկճված չլինես։ Սա բռնարարին գրգռելու մի մեխանիզմ է, որտեղ կա վախը, որովհետև բռնարարի հիմքում ընկած է վախեցած եւ անօգնական մեկը։ Եվ երբ նա հայելային զոհի մեջ տեսնում է իրեն, նա դրանից ավելի է վախենում։ Ես չգիտեմ կարճ եթերում այս խորը թեման ընկալելի կլինի թե ոչ, բայց ինձ թվում է կարողացա միտքս ձևակերպել։ Եվ զոհը այս ֆոնի վրա միմիայն պետք է լինի շատ ավելի համարձակ եւ ուղիղ, որ եթե դու այս ներողություն, եթե դու այս պայմանը չփոխես, ապա հարաբերությունները կդադարեն։ Եվ եթե հարաբերությունները դադարում են, այստեղ եկանք նրան, որ ամուսնալուծությունը շատ հաճախ կարող է ուղղակի լինել փրկություն, բայց մեր իրականության մեջ ամուսնալուծությունը դառնում է ատելության եւ ավելի սենց պատերազմ է դառնում շատ հաճախ։ Դե որտեղ մեր իրականության մեջ ամուսնալուծությունը դա ոչ թե անձնական գործ է, այլ ընտանիքների, ցեղերի, տոհմերի, քերիների, հոպաների, հարևանների, գոլեգաների խնդիրն է դառնում, դրա համար է այդ վիճակում ենք։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում, չէ՞ որ այս ընտանեկան բռնության ստատիստիկան միայն Հայաստանում չի, չէ՞ որ աշխարհի կարծես թե
ամենալավ երկրներում Իհարկե։ Շվեյցարիա, սկանդինավյան երկրներ եւ այլն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ շատ է այդ ամենը եւ անդադ դրա մասին խոսում են։ Այսինքն դա ոչ թե աղքատ երկրների խնդիր է, ոչ թե, չգիտեմ, իսլամական երկրների խնդիր է կամ աֆրիկական երկրների, դա համամարտկային խնդիր է։ Եվ մարդկությունը այդ խնդիրը ունեցել է միշտ, հիմա ունի եւ ըստ երևույթի կունենա։ Պայքարել դրա դեմ, որ չլինի, կարող ենք, թե չենք կարող, թե պարզապես ձգտում ենք, որ մի քիչ մեղմացնենք այդ ամենը եւ միգուցե սա ձևական բնույթ է կրում։ Եթե դա դարեր շարունակվում է։ Քաջատեղյակ լինելով ձեր կողմից նշված վիճակագրություններին, անհամեմատելի է զարգացած երկրների եւ ոչ զարգացած երկրների բռնության ձևերը եւ դրա դեմ պայքարի մեխանիզմները, որովհետեւ եթե վերցնենք սկանդինավյան երկրների օրինակները, այնտեղ բարձրաձայնելը պայքարի ձև է եւ մշակույթի զարգացման ձև է, որովհետեւ չմոռանանք, որ այնտեղ ցանկացած բարձրաձայնված ձայն ստանում է արձագանք։ Նույն եթե աֆրիկական երկրները վերցնենք, ապա այնտեղ բռնությունը արդարացված է եւ գերիշխանության եւ դաստիարակության մի մեթոդ է։ Եվ եթե կամաց մոտենանք մեր լեռնաշղթային, մենք հիմա մեջտեղում ենք գտնվում, բարձրաձայնում ենք, որ կանխարգել ենք, բայց դեռ մի զգալի տոկոս, շատ մեծ տոկոս, ինքը բռնությունը սկսում է արդարացնել։ Ես խոսքս կամրապնդեմ հետեւյալ օրինակով, որ շատ դեռահաս աղջիկներ այսօր իրենց կողքին չեն պատկերացնում կիրթ ցածր խոսող կամ ինտելիգենտ մեկին, պատկերացնում են ուժեղ մեկին, ում ձայնը բոլորից բարձր է եւ ով կարողանում է բռունցքով հարվածել սեղանին։ Այս տոկոսը դեռ պահպանված է եւ աղջկական ռոմանտիկայի մեջ բռնարարը ամրապնդված է, որտեղ դա շփոթվում է ուժեղի հետ, դեռ մեզ մոտ ինտելեկտը չէ ուժի նշան, այլ ագրեսիան է ուժի նշան։ Ցավոք սրտի մենք ապրում ենք այդպիսի հասարակությունում, բայց փորձում ենք ինչ-որ բաներ անել։ Շատ շնորհակալություն ձեզ, շատ կարևոր թեմա էր։ Էլի կգամ կարևոր թեմաների։ Որովհետև թեման կարծես թե չի ավարտվում եւ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Գովազ Շանթի եթերում այս պահին, որ լինի ամեն ինչ ճիշտ։ Վերադարձանք եւ եւս մեկ երաժշտական հոլովակ, ըստ երևույթի, բոլորիս համար։ Էլ ավելի մեր տրամադրությունը բարձրացնելու համար լսենք եւ դիտենք լավ երաժշտություն։ Իմիջիալոց այսօր սուրճի միջազգային օրն է, այս ընթացքում կարող եք ձեր համար սուրճ պատրաստել եւ ըմպել այն։ Շնորհակալություն Արփին, համոզված եմ, որ ձեր սուրճը շատ համեղ էր, իսկ հիմա շարունակենք խոսել այն ամենի մասին, ինչ կարելի է ուտել, խմել եւ առողջ մնալ։ Այո, խոսենք առողջ ապրելու ու ճիշտ սննդակարգերի մասին։ Մինչև ամառ ժամանակ կա ու կարող եք կանաչ լոբի շատ ուտել։ Լսենք, թե ինչպիսի օգտակար նյութեր է այն պարունակում։ Դիտենք։ Իսկ ամառը չկա կանաչ լոբի, թե։ Կարծում եմ, որ ասում են դախանում է արդեն, այդպես է լինում։ Դրա համար հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի օգտակար նյութեր շատ պարունակող կանաչ լոբին ուտենք։ Դիտենք տեսանյութն ու վերադառնանք։ Գնացինք։ Կանաչ լոբին իհարկե շատ լավ բան է, կարող է մեզ լիցքավորել, բայց օրինակ մարդկոց չի կարող կանաչ լոբին լիցքավորել։ Բայց այն մեր հովանավորը կօգնի ձեզ եւ մեզ։ Stark ապրանքանիշն է մեր հովանավորը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարդկոցները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարդկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարդկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների ու այլ սարքավորումների համար անընդհատ մարդկոցներ գնել։ Stark USB մարդկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը պետք է 30 րոպե։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորող մարդկոցներ։ Գնումների համար կարող եք զանգահարել
զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ էլ ձեռք բերել Stark-ի պարագաները Ozon եւ Wildberries marketplace-երից։ Իսկ մենք գնանք գովազդ դիտելու Շանթի եթերում եւ վերադառնանք ու հետաքրքիր զրույց ունենանք մեր հյուրի հետ։ Մնացեք մեզ հետ։ Marketplace-ներից նետ արկար այդտեղ marketplace-ներից գովազդ Շանթի եթերում գովազդ բառում նետար չկա։ Վերադարձանք եւ ունենք ձեզ համար հիանալի լուր։ Ապրիլի 18-ից 3 օր շարունակ տեղի կունենա Leasing Expo 2025-ը։ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը։ Leasing Expo-ն տեխնիկայի եւ սարքավորումների ոլորտի միակ եւ մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում, որը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ։ Մեր տաղավարում է Big Project ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։ Բարի լույս։ Բարի լույս Դիանա։ Ուրախ ենք, որ վերադարձել ես Ես նույնպես հայրենի տաղավար։ Ինչ կա եւ ինչպիսին է տրամադրությունը մեկ օրից բացվում է Leasing Expo 2025-ը 3-րդ հաշվով։ Այո, տրամադրությունը շատ մարտական ու աշխատանքային, քանի որ ժամեր են մնացել արդեն, իսկ միջոցառումների կազմակերպման ոլորտում մեզ միշտ մեկ օրն է պակասում, որ ամեն ինչ իդեալական անենք, եւ այդ մեկ օրը միշտ չկա։ Միշտ պակաս է այդ մեկ օրը, արդեն հաշտվել ենք։ Այո, մեր գործընկերները այժմ Մերիդիանում, ոսկեիչների մեկ հասցեում շատ բուրըն աշխատանքների մեջ են։ Մերիդիանը շին հրապարակ է հիշեցնում, որովհետեւ կառուցապատման աշխատանքներ են տաղավարների։ Այս տարի մեր բոլոր գործընկերները, մատակարար ընկերությունները, որոնք զբաղվում են այդ տեխնիկայի եւ սարքավորումների մատակարարմամբ Հայաստանում, շատ լուրջ են տրամադրված։ Մենք նույնպես այսպես շատ զարմացել ենք, թե այս տարի ինչքան լրջորեն են պատրաստվում, թե հատուկ առաջարկների տեսանկյունից, թե տաղավարների ու վիզուալ ներկայացման տեսանկյունից, ինչը նաեւ մեզ էլ իհարկե պարտավորեցնում է որպես կազմակերպիչներ։ Չնայած մենք արդեն 4 ամիս էին շատ ակտիվ տանում ենք արշավը այս ցուցահանդեսի, բայց վերջին օրերին էլ ավելի ակտիվ ենք, ամեն տեղից կարելի է լսել այս ցուցահանդեսի մասին, եւ այս ցուցահանդեսը թիրախավորում է գործարարներին եւ այն մարդկանց, որոնք ցանկանում են զբաղվել գործարարությամբ, սկսել իրենց բիզնեսը, եւ եթե այդ բիզնեսը ունի հիմնական միջոցների, տեխնիկայի կամ սարքավորման կարիք, ապա մենք արդեն 3 տարի է խոսում ենք այս մասին, որ վարկից բացի կա նաեւ եւս մեկ ֆինանսական գործիք, որը լիզինգն է, որը ավելի լավն է եւ ավելի շահավետ։ Եվ ինչու է լավ եւ ինչու է շահավետ, քանի որ մարդը կարողանում է առանց գրավի, առանց սեփական միջոցները ծախսելու, ձեռք բերել հիմնական միջոց, աշխատացնել այդ հիմնական միջոցը, որից ստացված արդեն եկամուտով մարել, հա, փակել այդ վարկի տեսակը, հա, լիզինգը, այսպես ասած, այսինքն լիզինգը իրականում տնտեսության եւ բիզնեսին աջակցող եւ տնտեսության համախառն ներքին արդյունքի վրա հստակ դրական ազդեցություն ունեցող գործիք է եւ մենք ուրախ ենք, որ 3 տարի հանդիսանում ենք այս թարգմանիչը, հա, այդ ֆինանսական գործիքի եւ հասարակության ու գործարարների միջեւ, ու ուրախ ենք, որ այսքան շատ նախ լիզինգատու ընկերություններ, ասել թե ֆինանսաբանկային կառույցներ մեր կողքին են եւ միշտ մասնակցում են, ու մյուս կողմից այդքան շատ մատակարարներ, թե տեղական բրենդեր, հայկական թե միջազգային բրենդեր մասնակցում են, իդեպ մենք ունենք հայկական մի շարք բրենդեր, որոնք արտադրում են հոսքագծեր, տեխնիկա ու սարքավորումներ եւ այժմ լուրջ հայտ են ներկայացնում արտահանելու այդ ամենը։ Այսինքն ոչ միայն Հայաստանի եւ հայ արտադրողի համար, այլ նաեւ դուրս։ Եվ մենք ուրախ ենք տեսնել այդ խոշորացումը բիզնեսի, թե ինչպես օրինակ 3 տարում մենք տեսել ենք այդ բիզնեսին սկսնակ վիճակում։ Մենք ոչ միայն օգտագործում ենք ինչ-որ բաներ, այլ նաեւ տալիս ենք արտահանում ենք։ Այո, եւ այդ պոտենցիալը տեսնելը եւ այս ամեն ինչի մեջ նպաստողակ լինելը մեր ընկերության համար մեծ պատիվ է, ու մենք էլի շատ լուրջ ու այդպես դրական տրամադրված հանձն ենք առել այս գործը, որովհետեւ վստահ ենք, որ արդեն 3-րդ տարին լավ գործ ենք անում մեր պետության համար ու բիզնեսների համար։ Իսկ այս տարի քանի ընկերություն է մասնակցում ցուցահանդեսին եւ որ ոլորտներից են դրանք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այս տարի մենք ունենք 70 ընկերություն, բայց մասնակից բրենդերը շուրջ 100-ն են, որովհետեւ մեկ ընկերություն ներկայացնում է օրինակ 3, 4, 5 տարբեր բրենդեր միջազգային,
Հիմնական ոլորտները դե շինտեխնիկան ու գյուղտեխնիկան են ամենաայդպես ակտիվ ոլորտները, այնուհետև արևային կայանները ու կանաչ տնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, հետո ֆինանսաբանկային կառույցներն են իհարկե շատ ակտիվ, արտադրական սարքավորումները, ջերմոցային սառնարանային տնտեսությունները, հոսքագծեր, հաստոցներ ներկայացնող ընկերությունները, տրանսպորտային միջոցներ, էլեկտրական մեքենաներ, բեռնատարներ, լոգիստիկ, գործառույթներ իրականացնող մեքենաներ, այսինքն այն բոլոր տեսակի հիմնական միջոցները, որ մարդու մտքով անցնում է բիզնես սկսելիս, մինչև անգամ կոմերցիոն ու արտադրական անշարժ գույքը ենթակա է լիզինգի, եւ չնայած մեզ մոտ չկա ներկայացված կոմերցիոն կամ արտադրական անշարժ գույք, բայց ֆինանսաբանկային կառույցները, որոնք մեր հարթակում ներկայացված են, ունեն հատուկ առաջարկներ նաեւ այդ կտորի։ Բայց դրա նշումներն կա։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում, իսկ երբ մենք կունենանք այն լիզինգը, որը որ ավելի շատ կհետաքրքրի ոչ թե այսպես ասած բիզնեսին, այլ ինձ եւ Հասմիկին, օրինակ, գնելով ավտոմեքենա, կարող ենք 2 տարի հետո այդ ավտոմեքենան հանձնել այդ ընկերությանը, մի քիչ գումար ավելացնել եւ գնել ավելի նոր։ Այդ հասարակ ու պարզ սխեմաները, որոնք որ ամբողջ աշխարհում աշխատում են, կարծես թե մեր մոտ դեռ չկան։ Այո, մեր մոտ չկա, որովհետեւ մեր մոտ այդ տոկոսների, մայր գումարի եւ այս թեմաները, չնայած քանի որ ես նաեւ մասնագետը չեմ ուզի այդպես մեծ խոսել իմ կոմպետենցիան չի ների։ Հա, բայց բիզնեսի համար անում եմ, որովհետեւ բիզնեսը կարողանում է հաշվարկ ներկայացնել, թե նախ որն է նպատակը, որովհետեւ շատ լիզինգատու ընկերություններ ինքնանպատակ արվող, հա, ոչ մի բանի չեն ֆինանսավորում։ Օրինակ մենք լիզինգատու ընկերություն ունենք, որ ասում է, եթե բիզնեսը նոր արժեք չստեղծի, լինի ուղղակի հերթական, հա, բիզնեսը։ Այսինքն գաղափարներ գոյություն ունեն։ Այո, գոյություն են գաղափարներ, նորարարություններ, շատ կարևոր է թե բիզնեսը այդ սարքավորումը ձեռք բերելով ինչը փոխելու ի վերջո մեր կյանքում, եթե ոչ մի բան, ֆինանսաբանկային կառույցը այդպես տրամադրված չէ, որ անպայման պիտի բոլորին ֆինանսավորի։ Հետո մի կարևոր բան, այժմ պետությունը, կառավարությունը եւս ունի համաֆինանսավորման ծրագիր տնտեսության արդիականացման, գյուղատնտեսական սարքավորումների լիզինգի եւ ագրոպարենային, ագրովերամշակման սարքավորումների լիզինգի, որտեղ մինչեւ 0%-ով 0%-ի է հասնում ներդրումը լիզինգարուի կողմից, որովհետեւ պետությունն է, հա, համաֆինանսավորում հատկապես օրինակ մարզերում սկսվող բիզնեսները, սահմանամերձ գյուղերում արվող բիզնեսները լրիվ ազատված են այդ տոկոսներից եւ այստեղ եւս քանի որ ինչպես է անշարժ գույքի շուկայում մենք ունեինք եկամտային հարկի մասին այդ վերադարձի օրենքը, չէ, որ էականորեն նպաստում էր շուկային։ Ունեինք, այո, Երևանում հիմա ունենք, բայց Երևանից դուրս։ Հիմա ունենք Երևանից դուրս մինչև 2027 թվականը, 27-ից հետո առհասարակ չենք ունենա։ Այդպես էլ այս ոլորտում գործարանների համար այդ 3 ծրագիրը տնտեսության արդիականացման, գյուղատնտեսական տեխնիկայի եւ ագրովերամշակող սարքավորումների այժմ կա եւ այս ոլորտի գործարանները կարողանում են էական խնայողություններ անել, ընդհանրապես ոչ մի բան ռիսկի տակ չդնելով սկսել բիզնեսը եւ հաջողել։ Մենք այդպիսի շատ քեյսեր, այսպես ասած, օրինակներ ունենք։ Շտապել է պետք, որտեղ չգիտենք թե վաղ ինչ է լինելու։ Այո, նախ քանի ծրագիրը կա, լավ է օգտվել, որովհետև հիմա նույնքերպ եկամտային հարկի օրենքից չօգտված մարդիկ այդպես ասում են, ինչպես, այսինքն, որովհետև իրազեկման աշխատանքներն էլ պիտի պատշաճ տարվեն հասարակության հետ իհարկե պետության կողմից, բայց բացի այդ պրոակտիվությունը եւ նախաձեռնողականությունը որպես ակտիվ քաղաքացիներ եւս կարեւոր է։ Հիմա նույնը այստեղ է։ Իսկ հարցը թե ֆիզանձերին եւս այժմ լիզինգ տրամադրվում է, բայց այնտեղ կան հատուկ պայմաններ կամ պայմանագրի տեսակներ, ուղղակի տոկոսները այնպեսին չեն, ինչպես Ամերիկայում է օրինակ, որ լինի հետաքրքիր, բայց մենք ենթադրում ենք, որ որոշ ժամանակ անց կամաց գնում ենք։ Այո, կանցնենք նաև դրան ու կհասնենք այդտեղ, որովհետև լիզինգը թեկուզ 3 տարի առաջ եւ լիզինգը այսօր բավականին լուրջ էվոլյուցիա է ապրել, թե սպառման տեսանկյունից լիզինգային պորտֆելի թվերն են բավականին 3 տարի առաջ մենք մարդկանց փորձում ենք պարզապես բացատրել դա ինչ է։ Իսկ հիմա կարծես թե արդեն այլ խնդիրների մասին ենք։ Այո, հիմա արդեն տեսակները, տարբերությունները, որովհետև լիզինգը շատ տեսակներ ունի, եթե որևէ օր նաև կգա լիզինգի մեջ խորացած մասնագետ կպատմի ձեզ, բայց ես ցուցահանդեսի անունից կարող եմ խոսել, որ օրինակ մենք անցած տարի ունեցել ենք այս տարվա գրանցումների ուղիղ կեսը, որտեղ միջոցառումը անվճար է մուտքը, բայց պարտադիր գրանցումը, որպեսզի մենք ունենանք վիճակագրական տվյալներ, թե ովքեր են այցելում, ինչի համար եւ այլն, այս տարի կրկնակի շատ են գրանցումները։ Այո, արդեն այս պահի դրությամբ կրկնակի շատ են։ Շարունակվում է դեռ գրանցումը, կարող է։ Այո, միշտ կարող են գրանցել, կարող են գալ տեղում գրանցվել, այդ գրանցումը այնպես չէ, որ սահմանափակ չէ։ Գրանցումը նրա համար չի, որ դուք չեք կարող գալ առանց գրանցումը նրա համար է, որ ձեզ հետո հաշվառեն եւ վերջը այդ ընկերություններին ասել, որ
Այսքան մարդ այսպեսի եկավ։ մարդիկ են եկել կամ մյուս տարի մենք հասկանանք, որ օրինակ գուցե արևային կայաններով այնքան շատ են հետաքրքրվողները, որ հատուկ պիտի շեշտադրել եւ այլն։ Իսկ նախորդ տարվա գրանցումներից ելնելով ինչպիսի գործարքներ եք արել նախորդ տարիներին։ Նախորդ տարվա գործարքների թիվը որպես այդպեսին չեմ կարող հնչեցնել, բայց կարող եմ ասել, որ մենք տեղում ենք ունեցել պայմանագրեր կնքելու շատ նախադեպեր, անգամ գնացել ենք, նկարել ենք, լուսաբանել ենք, երբ տեղում այցելուն առաջին օրը եկել է, երկրորդ օրը նորից պատտվել է հարցփորձ եւ երրորդ օրը արդեն ընտրել է իր մատակարարին։ Ընդհանրապես ինչ լիզինգի մյուս մեծ տարբերությունը վարկից ինչն է, որ երկու կողմ չէ, այստեղ լիզինգային շղթայում շատ տարբեր կողմեր կան եւ մեր պլատֆորման կարծես այդ հանդիպման վայրն է բոլոր կողմերի՝ լիզինգառուի, լիզինգատուի, մատակարարի, ապահովագրական ընկերության, լոգիստիկ ընկերության, որովհետեւ հաճախ այդ գնումը, հա, սարքավորման լինում է դրսից, այսինքն այո, այստեղ ներկայացված է մատակարարը, բայց սարքը ներկա չէ եւ իրենք պիտի Եվրոպայից հետո այո լոգիստիկ ընկերության միջոցով այո եւ այդ ծախսերը եւս մտնում են լիզինգի ծախսերի մեջ միայն սարքավորումը չէ որ լիզինգի է ենթարկվում այլ ամբողջ այդ օղակի շղթայում գտնվող բոլոր օղակների ծախսերը լիզինգատու ընկերությունը հոգում է իրականում գործարարի համար որը ճունի հիմնական միջոցներ ձեռք բերելու համար գումար եւ չի ուզում միանգամից միանվագ վարկի միջոցով վճարել այդ գումարը եւ հետո հոգալ մաշվածության ծախսեր եւ այլն սա շատ լավ գործիք է իսկապես լավ գործիք է որից օգտվելը պետք է, քանի դեռ նաև կան պետության կողմից համասուբսիդավորման ծրագրերը։ Եվ ցուցահանդեսը օգնում է նաև ժամանակ խնայել փաստորեն այս դեպքում։ Այո, 3 օրում գրեթե բոլոր մատակարարները, շուկայի առաջատարները, այո, ես ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել մեզ արդեն տարիներ շարունակ վստահող մեր գործընկերներին, ցուցահանդեսի գլխավոր հովանավորներ Premium Machinery ընկերությանը, Ecovil ընկերությանը, հովանավորներ Armenian Leasing Company-ին, Unimine ընկերությանը եւ այս տարի մեր հիմնական գործընկերն է Agba Leasing-ը, որը լիզինգային ամենամեծ պորտֆելը ունի Հայաստանում եւ մնացած բոլոր ֆինանսաբանկային կառույցները, որոնք կան մեզ մոտ եւ մեր գործընկերներն են, նրանք եւս շատ ակտիվ շուկայում եւ իրազեկում են եւ օգնում են գործարարներին սկսել եւ թարմացնել իրենց բիզնեսը եւ թարմացնել իրենց հիմնական միջոցները ու լինել ավելի մրցունակ շուկայում։ Ով պետք է հետաքրքրված լինի, ով պետք է գա, չգիտեմ, ընտանիքներով են գալի, չէ, որ կան էքսպոներ, որտեղ մարդիկ գալիս են, բալիկները ստեղ են ուրախանում, աղջիկները գնում են այնտեղ, տղամարդիկ այնտեղ, այստեղ սա ավելի շատ բիզնես ոլորտի մարդկանց պետք է հետաքրքրի եւ հետաքրքրում։ Մեր ցուցահանդեսները առհասարակ շատ ընտանեկան ցուցահանդեսներ են, որովհետեւ մենք այդ ավանդույթը շարունակում ենք։ Երեխաների համար ունեք անկյուններ, զոնաներ ունեք դրվել։ Ինչու, որովհետեւ մենք ունենք շաբաթ-կիրակի օրեր, հա, մեր ցուցահանդեսի երկու հիմնական օրերը շաբաթ-կիրակի օրերն, իսկ այդ օրերը հատկապես գործարարների համար սովորաբար ընտանեկան օրեր են, մարդիկ նվիրում են իրենց երեխաներին, կանանց ընտանիքին, եւ մենք այնպես ենք արել, որ անգամ ցուցահանդես այցելելը եւս լինի ժամանցի տեսակ, որտեղ այո, գործարարը, որը հիմնական թիրախ այս միջոցառման եւ մարդը, որը ունի նպատակներ զբաղվելու գործարարությամբ եւ մարդը, որը արդեն զբաղվում է եւ այդ տեխնիկան ու սարքավորումը հիմնական միջոցը թարմացնելու ժամանակն է եւ կան նման մտքեր։ Այցելի ցուցահանդես ունենա օգտակար, հա, ժամանակ եւ կարողանա եւ գործարար կապեր հաստատել եւ որոշել թե ինչ է անելու, հա, իր այդ հարցերի հետ լիզինգի հետ կապված, իսկ երեխան, կինը եւ հա մնացած անդամները, որոնք կամ ամուսինն է, միգուցե կինն է, բիզնեսվոմանը, այո, քավլիցի պահպանելով այդ սոլիդարությունը բոլորի հանդեպ, այո, որպեսզի բոլորին լինի հետաքրքիր, ժամանցը եւս ապահոված է, մենք ունենք սննդի սուրճի կետեր, կարող են որպես սրճարան կամ ուտելու վայրեր դիտարկել հա ցուցահանդեսը, որովհետեւ ամեն բան հասանելի է, ու քանի որ Մերիդիանը մի քիչ կտրված է քաղաքի ճիշտ է կենտրոնում է գտնվում ոսկեիչների մեկ հասցեում, անմիջապես այդ հաղթանակի կամրջի ներքևում է եւ շատ հեշտ է հասնելը, բայց ամեն դեպքում այնպես չէ որ դուրս ես գալիս եւ լիքը սրճարաններ կան տարածքում։ Մենք այդպես հոգացել ենք, որ եթե մարդը եկել հասել է, մենք ունենք շատ մեծ ավտոկայանատեղի, շուրջ 2500 մեքենայի համար, չնայած մեր նախորդ ցուցահանդեսին, Տունեքսպոին, այդտեղ մեքենաների տեղ չկար ուղակի, մի խայտարակ դրություն էր տիրում։ Լավ եք աշխատում փաստորեն։ Լավ ենք աշխատում եւ թեման է ակտուալ քաղաքացիների համար մենք մեծ հույս ունենք, որ լիզինգը նույնպես կլինի այնքան ակտուալ թեմա եւ իրականում նախորդ տարվա արդյունքները տանում են դրան, որ այս տարի եւս մեր այդ մեծ ավտոկայանատեղին մեզ մի քիչ տեղուդադար չի։ Սապեք մի քիչ շուտ եկեք, որ կարողանաք ձեր մեքենան այնպես կայանել,
որ նախ ձեզ հարմարենի հետո ուրիշներին չխանգարեք, դա շատ կարևոր է։ Այո, վստահ եմ, որ մեդիան իհարկե այդ հնարավորությունը մեզ տալիս է, հանգիստ կկայանեն, եւ նաեւ տարածքն է շատ մեծ, շատ հանգիստ, ոչ մի բան իրար վրա չէ, ու մի կարևոր բան էլ ասեմ, այստեղ տեսական չէ ոչ մի բան, այսինքն մարդը երբ գալիս է ցուցահանդես, ինքը տեղում կարողանում է փորձարկել բոլոր սարքավորումները, տեխնիկան, ամեն բան տարածքում կանգնած է եւ ներսում եւ դրսում։ Մենք հենց մեդիանի ներսում այդ մեծ սարքավորումները մտցրել ենք ներս, կանգնացրել ենք հաստոցները, այնտեղ օրինակ լավաշաթխման այո հաստոց կա, որը տեղում աշխատելու է, ցույց է տալու ինչպես։ Դա լավաշ կունենք պասը։ Երևի թե հուսամ որ կունենանք, այդպես բույրը մուտքից կտարածվի։ Եվ կարող են գալ պրակտիկ հենց փորձել այդ ամենը իրենց աչքով տեսնել, ընտրել նույն էլեկտրոմոբիլները, ոչ թե մարդիկ են կանգնած թղթերով ինչ որ ծրագրերով, այլ ռեալ դու կարող ես ամեն ինչ տեսնել, շոշափել, զրուցել մասնագետների հետ։ Մի կարևոր բան էլ այնտեղ, այո, ուղղակի կանգնած չեն գեղեցիկ մարդիկ։ Ընդհանրապես մենք աշխատում ենք, որ ցուցահանդեսներին ընկերությունները բերեն իրենց ամենաուժեղ թիմակիցներին, ամենալավ վաճառքի մասնագետներին։ Գեղեցիկ եւ բանի մաս։ Գեղեցիկը գեղեցիկ, բոլորն են գեղեցիկ, բայց նկատի ունեմ ուղղակի մարդիկ չեն, որոնք այո բարև ձեզ այս թռուցիկը վերցրեք հաջողություն, չէ, այնտեղ, եթե դուք հայտնվեցիք այդ մարդկանց տարածքում եւ դուք ունեք կարիք, հա, եթե հայտնվել եք այդտեղ, ինչ որ կարիք ունեք, չէ, ինֆորմացիա ունենալու, ճշտելու, այդ մարդիկ համապարփակ ամենայն մանրամասնությամբ ամեն բան ձեզ կտրամադրեն եւ իսկապես հնարավոր է որ երրորդ օրն էլ գործարքը արդեն արած դուրս գա գետերից։ Եվս մեկ անգամ հիշեցնենք ու ասենք օրը, ժամը եւ վայրը նորից։ Սկսում ենք վաղվանից, այսինքն ապրիլի 18, 19, 20 ուրբաթ-շաբաթ Կիրակի 12:00-ից 20:00 մուտքն անվճար է բոլորի համար, սակայն հարկավոր է գրանցվել կարող են նաեւ տեղում մուտքի մոտ ստանալ իրենց QR-ը, որը սկանավորելով կանցնեն ներս։ Իսկ նախապես գրանցման համար։ Նախապես գրանցման համար ուղղակի գրում են սոցցանցերում մենեջերին, Leasing Expo-ին փնտրում Facebook-ում, Instagram-ում, գրում են մեզ կամ հղումը կտեսնեն ամենուր ու համենում են եւ մեր թիմի համար, Big Project-ի թիմի համար, սա արդեն 15-րդ ցուցահանդեսն է, մենք 5 տարի արդեն շուկայում ենք եւ արդեն 15-րդ անգամ մեր թիմը բացելու է ցուցահանդեսի դռները։ Այո, անցած տարի leasing-ը 10-րդն էր, այս տարի 15-ը, որովհետեւ մեկ տարում մենք եւս 5 ցուցահանդես, 4 ցուցահանդես կազմակերպեցինք, այդպես շատ ուրախ եմ ողջունված։ Հասկացանք թե ինչով պետք է զբաղվենք ուրբաթ-շաբաթ եւ Կիրակի ժամը 12-ից մինչեւ 20:00 բալիկներին է կարող եք ձեր հետ տանել։ Այո, ամբողջ ընտանիքով գնալ, լավ որ անցկացնել եւ իհարկե մեկ է տեսար Զոքանչի համար արևակայան գնեցի։ Պրոդուկտիվ օրը ապահովված կլինի։ Ճիր սարքելու, պատրաստելու ինչ-որ մեխանիկ։ Ես համոզված եմ, բոլոր Զոքանչները սիրում են ճիր պատրաստել։ Շնորհակալություն։ Դիանա, այս պահին մեր եթերում գովաստ։ Լիզինգով։ Գովաստ շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից եւս մեկ անգամ վերհիշենք մեր սիրելի գործընկերներից մեկին։ Մեր հովանավորն է Եվրոֆորնիչը կահույքի արտադրամասը, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարդ շորակ նյութերով ու սեղմ ժամկետներում, լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Եվրոֆորնիչը կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Դե ինչ, ուրեմն հասցեն է Նիկողայos Տիգրանյան 27, զանգահարեք պատվերների համար 094 094 165 եւ կահավորեք վերջով ձեր բնակարանը Եվրոֆուրչիների հետ միասին։ Իսկ մենք անցնենք առաջ ու պատմենք ֆենոմենալ մարդկանցից մեկի մասին։ Հրաժարվելով շքեղ առանձնատանն ապրելուց, երկրի նախագահը բնակվում է գյուղական մի տնակում։ Նա ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում։ Նախագահը աղքատ է համարում այն մարդկանց, ովքեր ողջ կյանքն ապրում ու աշխատում են հարստություն կուտակելու համար։ Չունի ոչ մի բանկային հաշվի համար նա միակ թանկարժեք իրը, որը ձեռք է բերել նա իր պաշտոնավարության ընթացքում եղել է 1987 թվականի արտադրության $1945 արժողությամբ ժուկ ավտոմեքենան։ Volkswagen ժուկ ավտոմեքենան, այո, եւ խոսքը գնում է մի հիանալի անձնավորության մասին, ում ազգանունը Մուխիկա է, սիրելիներս։ Չգիտեմ, կա այդպիսի եւս այլ երկրի ղեկավար, թե չկա։ Եվ ինչքան երջանիկ է այն երկիրը, որը որ ղեկավարել է այսպիսի մարդ։
ղեկավարը էլ է, հիմա այս պահին չի ղեկավարում։ Դիտենք նրա ֆենոմենն ու վերադառնանք։ Գնացեք մեզ հետ։ Ահա այսպիսի հրաշք անձնավորություն Ուրուգվայի նախկին նախագահ Էլ Պեպե կամ Խոսե Մուխիկա։ Իսկ հիմա առաջարկում եմ միասին գնանք գովազդ դիտելու, հետո վերադառնանք։ Ուզում եմ ասել, որ շատ լավ կլիներ աշխարհում ապրել, որտեղ որ բոլոր երկրների նախագահները եւ ղեկավարները կլինեին այսպիսի։ Գովազդ շանթի ցավոք։ Այո, ցավոք։ Գնացինք։ Եկավ ժամանակը միասին ճանապարհորդելու, եկեք պտտվենք աշխարհի շուրջ, հենց մեր բազմոցներին նստած։ Առանց վիզաների գնում ենք աշխարհի լավագույն եւ գեղեցիկ երկրներից մեկը, որտեղ որ ապրում է մեր հայրենակից Հենրիկ Մխիթարյանը եւ ոչ միայն ապրում է, նաեւ աշխատում է։ Գնում ենք Իտալիա։ Գնացինք։ Գնացինք։ Իտալիայում իհարկե արժեր ավելի երկար մնալ, բայց ժամանակը ռետինիշ չի։ Մենք ձեզ ուզում ենք մաղթել դրական օր եւ ուզում ենք ասել շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսեցիք մեզ հետ Շանթի եթերում։ Շարունակեք մնալ Շանթի եթերում, կհանդիպենք առավոտյան տաղավարում վաղը, մեզանից հետո մնացած մեր գործընկերները կմիանան մեզ եւ արևը շողշողում է, տրամադրությունը նույնպես։ Այսօր այսքանը։ Հաջողություն։ Ցե